Ստվարաթղթի դեղին տուփը միշտ դրված էր նույն տեղում, պահարանի դարակին։ Կափարիչի վրայի D.M.S. տառերը հիշեցնում էին, որ նախկինում եղել է կոճի թելի տուփ։ Մայրս այնտեղ էր դատարկում շապկագործից ստացած ծրարը։ Հայրս, երբ դեռևս գործարանում էր աշխատում, այնտեղ էր սահեցնում իր շաբաթական աշխատավարձը։ Այդ տուփից էինք հանում շաբաթվա ծախսերը։ Տուփը պատկանում էր բոլորիս։ Եվ եթե մեր համեստ եկամուտների այդ փխրուն գանձապահարանը ճշգրտությամբ հառնում է հիշողությանս մեջ, պատճառը այն պարզ խոսքերն են, որ երկար ուղեկցել են ինձ։ Վերցրու որքան պետք է քեզ։ Այդպես էր մայրս պատասխանում, երբ դրամ էի խնդրում դպրոցական պիտույքներ գնելու կամ ցանկություն էի հայտնում ունենալու բենյոլ ու ֆարժոն գունավոր մատիտների նոր տուփ։ Վերցրու որքան պետք է քեզ։ Գլխի թեթևակի շարժումով ցույց էր տալիս դարակը, ապա գերագույն նրբանկատությամբ իբր պատահաբար բացակայում էր սենյակից, ճիշտ այն պահին, երբ վերցնում էի ինձ անհրաժեշտ գումարը։ Վերցրու որքան պետք է քեզ։ Երբեք չմոռացա մորս այս խոսքերը, որոնք թույլ չեն տվել, որ գլխիդ մեջ ծագի կասկածամտություն, փոքրոգություն, հաշվենկատություն։ Սրանք սրտից սիրտ գնացող խոսքեր են։ Մեր վերահսկիչը վերջապես մեր երրորդության խնդիրը լուծեց իբրև մեկ աշխատավարձ, սրտերի մեր ընտանիքը վերափոխելով հարկատու ընտանիքի։ Մենք բաժան էինք արվել, ապա վերակազմվել արդար օրինականությամբ։ Միակ հայտարարությամբ հայրս ու մայրս միանում էին, առանց որևէ կապ ունենալու քրոջ հետ։ Աննա մորաքույրը դառնում էր մայրիկի բանվորուհի, իսկ Գայանեն իջնում էր շապկագործի աշակերտի աստիճանի։ Այսպիսով 3 քույրերի, որոնք այլևս քույրեր չէին, ընդհանուր գումարը բաժանելով տարբեր աստիճանների, ամեն անգամ հանգում էր ոչ հարկադիր կետի, եւ անշուշտ զուտ պատահաբար էին բոլորը ապրում մի հարկի տակ։ Ընտանիքը որոշ չափով իրար էր անցել, որ հաստ հարցաթերթիկի վրա բոլորի անունից ստորագրում էր միայն մայրս, բայց ինչպիսի փորձանքից էինք ազատվել։ Շնորհիվ այն մարդու, որն իջեցրել էր մեղադրողի դիմակը ի հիշատակ, ինչպես խոստովանեց հետո, իր գյուղի մի քանի հին կորսիկացի ընտանիքների, որոնք համարյա մեզ նման էին ապրում։ Մայրս իր սովորության համաձայն նրան նվիրեց մի քանի գեղեցիկ վերնաշապիկ։ Նա ընդդիմացել էր, բարձրաձայն ծիծաղելով եւ իր կորսիկական շեշտով ասել էր. «Տիկին, դուք կաշառում եք պետական պաշտոնյային»։ «Օ, ոչ», պատասխանել էր մայրս, «մենք այնքան հարուստ չենք ձեզ գնելու համար»։ Տարիներ շարունակ նա դարձավ մեր լավագույն խորհրդատուն հարկային հարցերում, մինչև այն օրը, երբ կենսաթոշակի անցնելով քաշվեց իր կղզին։ Պարոն Ամբրոզյանին ապացուցեց, որ միայն կամակատար հեղինակի ստիպողական հնարանքով չի, որ ամեն ինչ լավ է վերջանում։ Ես հաճելիորեն զարմացել էի, որ փոխադրվելով 5-րդ դասարան այնքան էլ չէի դժվարանում ուսման մեջ, չնայած հիվանդության պատճառով բացակայել էի 3-րդ քառորդից։ Ամառանոցից վերադառնալուն պես հայրս իմ ծրագիրը ծանրաբեռնել էր հայերենի ուսուցիչ վարձելով, որն ինձ մայրենի լեզվով գրել-կարդալ էր սովորեցնում։ Իմ նոր գիտելիքների մեջ միաձուլվում էին ֆրանսիացի ու հայ հերոսները, չնայած նրանց բաժանող դարերին։ Տիգրան առաջինը պարթևների օգնության վերականգնում էր գահը։ Վարդան Մամիկոնյանը իր հետևազորով անմահների գնդով, ռազմի փղերով եւ զրահակիր զինվորներով արցունքներ էր քամում աչքիցս, զոհվելով Ավարայրի ճակատամարտում, բայց հանկարծ Ասպետ Բայարն էր հայտնվում Մարինյանի ճակատամարտում Ֆրանսուଆ առաջինի կողքին։ Վաղնջական ժամանակների այս պատմության մեջ, երբ բարին ու չարը կոչվում էին իրենց անուններով, սիրտս ուժեղ տրոփում էր հրամանատար Դյուգեսկլենի համար։ Նա հաղթել էր Կառլոս չարին, անցել մի ուրիշ Կառլոս իմաստունի կողմը եւ Կաստիլիայում մարտնչել Պիեր Դաժանի հետ։ Սակայն իմ նախասիրությունը մնում էր իշխանած իշխանը։ Բագրատունիների թագավորության Աշոտ Բագրատունին, որ չնայած երկդիմի դերին ինձ պատիվ էր արել, կրելով միևնույն անունը, ինչ ես։ Առավոտյան դասամիջոցի ժամն էր։ Վերադարձող մենության եւ երազանքների ժամը, որը մոռացնում էր սովորական հնազանդությունը։ Իմ իսպանական դղյակների խորքից տարտամորեն ականջիս էր հասնում գնդակին տրվող հատու հարվածների ձայնը, ապա ընդհանուր ոռնոցը, որոնք միտեղ ուրիշ մի աշխարհում գոլ էին նշանավորում։
Սակայն այդ պահին Էլդորադոյի դռներ էին բացվում մի երիտասարդի առջև, որը զարմանալիորեն նման էր ինձ։ Պատիվներից լիացած, հաջողությունների ու հաղթանակների հասած, անունս բազմության շուրթերին ես անվրդով ու անտարբեր երես էի դարձնում ինձնով հիացող աղջիկների պարսերից։ Ցերեկային այս արթմնի երազների կառուցվածքը այնքան արտառոտ չէր, որքան տարիների ընթացքում փոփոխվող գիշերային երազներինը։ Իմ հասունացման հետ կանայք դադարում էին բնության փեշավոր ու ձեռագործ անող արարածները լինելուց։ Ես գուշակում էի նրանց բարեմասնությունները և դրանից անորոշ սարսուռներ էի զգում։ Ինչպես անմեղ համարես պարզամիտ երազանքներդ երևակայական խաղերի ծանրության դիմաց։ Ավելին, թերևս կարելի էր ապավինել որոշ մեղմացուցիչ հանգամանքների, որովհետև ամեն անգամ անիրական աշխարհն ստեղծում էի, որ զարմացնեմ իմ շատ սիրելիներին։ Այդ քաղցր տեսիլների մեջ մայրիկը, Աննա մորաքույրը և նույնիսկ Գայանեն, որին ի վերջո պարտադրել էի լանջաբաց կարմիր զգեստ, կրում էին միայն նորաձև թանկանոց հագուստներ։ Հայրս և ես սմոկինգ էինք հագնում, լամբակին կարմիր մեխակ։ Նշանավոր ռեստորանները, որոնց մասին գիտեի միայն լուսաշող ցուցանակներից, մեր առջև փռում էին իրենց ընտիր խորտիկները։ Մի խոսքով, ես մերոնց մատուցում էի այն շքեղությունը, որ նրանք տեսել էին միայն ցուցափեղկերում։ Դասամիջոցի վերջում դափնեպսակով զարդարված իմ հերոսը լքում էր փառքը, գնում վերգտնելու անիրական աշխարհը, մի աշխարհ, ուր կիսաստվածները պետք է նեղություն կրեին ծնվելու ավետյաց երկիր հասնելու համար։ Բայց ես, որ ապրում էի հարազատներիս նեղ շրջապատում, շատ լավ գիտեի, որ անհրաժեշտ էր այդ ուրվականը դնել առօրյա կյանքի իրականության մեջ։ Անհրաժեշտ էր նրա համար ստեղծել ավելի մարդկային պայմաններ, նրան կատարելագործել, օժտել ավելի ազնիվ մասնագիտությամբ։ Ես գիտեի նրա ֆիզիկական երևույթը, այն արդեն ձևավորվել էր։ Չէի կասկածում նրա փայլուն ապագայի մասին։ Ինձ մնում էր միայն նրա համար գտնել մի մասնագիտություն, որպեսզի լրացնեի այդ ապրող նմուշը և ընդօրինակելով նրան մի օր իրականացնեի հույսերս։ Այդ պահին հանկարծ բացվեց դասարանի դուռը և ինձ խլեց իմ ցնորքներից։ Դա մեր ուսուցիչ պարոն Սիմեոնն էր։ Նրան կոչում են Սյուսյու մականունով։ Ես չէի հասկացել այդ երկու անվանումների կապը։ Տարիները ջնջել էին բուն պատճառը, բայց մականունը հավերժում էր դասարանից դասարան ասես պահպանելու անբացատրելի ավանդությունը։ Նա բնականից սիրալիր էր, մի բան, որ երբեմն աշխատում էր թաքցնել ձայնը բարձրացնելով և սաստելով դասը խանգարողներին, բայց նրա շինծու բարկությունից ոչ ոք չէր խաբվում։ Իմ ներկայությունը նստարանի հետևում պարոն Սիմեոնը չէր նկատել։ Կանգնել էր իր անհատական պահարանի առջև, որ բանալիով կողպված էր լինում։ Այստեղ էր դնում ուղղելիք տետրակները, կավիճները, միտու բիսկվիտ, թեթև քաղցը մեղմելու համար, մի քանի սրվակ դեղորայք մարսողության համար, կոստյումը պահպանող վերնազգեստը, երկնքի ջրերից պաշտպանվելու անձրևանոցը, մի խոսքով օրվա ընկճռելությանը դիմագրավելու մի ամբողջ զինանոց։ Մեջքը ինձ էր դարձրել, բայց ուսերի շարժումները, փականի մեջ աջ ու ձախ դարձող բանալու զնգրտոցը, ծնկի հարվածները, որ հասցնում էր պահարանի դռանը, ցույց էին տալիս, որ փականը տեղի չի տալիս։ Առանց մեծ մեքենագետ լինելու դժվար չէր եզրակացնել, որ նման դեպքերում նյարդայնությունը հակադարձ համեմատական է բանալիի հնազանդությանը։ Եթե չես կարողանում հանդարտվել, ավելի լավ կլինի նման հանգամանքներում գործը հանձնարարել ուրիշի։ Հենց այդ էլ առաջարկեցի նրան։ Ես կարող եմ օգնել ձեզ, պարոն։ Հանկարծ շուռ եկավ։ Մենակ ի՞նչ եք անում այստեղ։ Հարբուխ ունեմ, պարոն, գերադասեցի մնալ դասարանում։ Բանալին մեկնեց ինձ, առանց մեծ հույսի, որովհետև իրեն թվում էր, թե ներսում ամեն ինչ խափանվել էր և միայն փականագործը կարող է գլուխ հանել։ Աշխատեցի բանալին մինչև փականի խորքը չհասցնել։ Մանրիկ շարժումներով աջից ձախ էի դարձնում բանալին, մինչև իսկական անցքը գտնեի։ Շատ արագ լեզվակը սահեց փականի բնի մեջ և դուռը բացվեց։ Արժանացա նրա հիացական հաճոյախոսություններին։ Բայց դուք իսկական կախարդ եք, բարեկամս։ Օ, ոչ, պարոն, ես պարզապես ավելի պակաս նյարդային էի, քան դուք։ Վերցրեց տետրակները, դրան շեմին դուրս գալու պահին հանկարծ ետ եկավ, նստեց իմ դիմաց մի քանի նստարան այն կողմ։ Կյանքը այնքան էլ հեշտ չի, այնպես չի, Մալաքյան։
Ինչ էր ակնարկում, դասերը, իմ ծագումը, թե կյանքն ընդհանրապես։ Տարակուսելով խոհեմաբար ասացի. իհարկե, պարոն, բայց վերջը լավ կլինի։ Գիտեք, ճշտեց, երես առած երեխաներ են, ծնունդով բախտավոր, բայց իհարկե ավելի շուտ չարաճճի են, քան չար։ Ես չպատասխանեցի, ցանկություն չունեի երաշխավորել մեղմացնող հանգամանքները։ Նա կարեկից ժպտաց, երբ խոսեց իմ հարբուխի և քրոնիկական անգինայի մասին, որոնք ինձ թույլ չէին տալիս դասամիջոցներին դուրս գալ։ Ես պատասխանեցի. գիտեք, պարոն, դա ոչ ոքի չի խանգարում։ Դեռ երկար խոսեցինք մեր ընտանիքի և մեր գաղթի մասին, որի պատմությանը որոշ չափով ծանոթ էր։ Հիշեցինք լռության ամոթալի դավադրության մասին, որ պահպանում էին դպրոցական դասագրքերը և որոնք ի հարգանք սմարթասպանների ձևացնում էին, թե տեղյակ չեն, որ բնաջնջվել է մի ժողովուրդ։ 4 տարվա ընթացքում երբեք չէի լսել որևէ ուսուցչի ձայնը, ուսուցանողի ձայն, երբ չի ուսուցանում։ Առաջին անգամ գիտելիքների քննիչ ռոբոտը դասը անգիր անողների վերահսկիչը մարդկային վերաբերմունք ցույց տվեց։ Նրա վերջին հարցը սոսկալի հուզմունք պատճառեց ինձ և գամեց տեղումս։ Ասես թափանցեց իմ փոքրիկ երազանքների գաղտնի աշխարհը, երազանքներ, որոնց մասին դեռ ոչ ոքի չէի խոստովանել, երբ հարցրեց, թե ինչ եմ մտածում ապագայիս մասին, ինչ մասնագիտություն եմ ուզում ձեռք բերել հետագայում և վստահություն ներշնչելու համար մտերմաբար ասաց, թե սա կմնա մեր մեջ։ Պատասխանեցի, թե այդ խնդրի մասին հաճախ եմ մտածել, բայց դեռ ոչինչ չեմ որոշել։ Դա զուտ ճշմարտություն էր, խենթություններից մաքրված ճշմարտություն, որ ես պահում էի հոգուս խորքում։ Նա խորհուրդ տվեց ուշադիր կարդալ նոր լույս տեսած մի գիրք, որի հեղինակը համալսարանի տիտղոսավոր պրոֆեսոր է և որի վերնագիրն է «Ինչպես ընտրել մասնագիտություն»։ Հեռանալուց առաջ ավելացրեց. եթե որևէ հարց ունենաք, անպայման դիմեք ինձ։